Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Այսօր սիրելի հավատացյալներ, Սուրբ Հարության տոնին հաջորդող 4-րդ գիրագին է։ Հարության գիրագին տոնեցինք, անոր հաջորդեց գրգնազադիգը, արիթմը, որու մասին երբ խոսեցան գսինք, թե առաջին գիրագին էր, երբ առաքյալները հավաքվեցան և Քրիստոսի հարությունը տոնեցին, անգեյետ եկավ անցնող գիրագին, գանաչ գիրագին, որ գխորհրդանշեր Քրիստոսի հարութենեն ետք, եկեղեցին փառքավաճումը և ինչպես քարնան նոր ծաղիկները կբացվին, նոր քույն, նոր գեղեցկություն, նոր սկիզբ կունենա, այնպես ալ եկեղեցին գանաչ գիրագիով իր նոր սկիզբը հայտարարեց։ Այսօր գգոչվի գարմիր գիրագի։ Բոլորը դալ գարձեմ գիտեք, որ գարմիրը արյան խորհրդանիշ է և այս գիրագին մեզի գիհիշեցնե առաջին եկեղեցվո հավատացյալներուն թափած արյունը, որովհետև երբ քրիստոնեությունը ավելի զորավոր գերբով հաստատվեցավ Քրիստոսի հարութենեն ետք, հոգեկալուստին քալուստով առաքյալներուն քարոզությամբ եկեղեցին, առաջին եկեղեցին այնքան ալ թյուրին սկիզբը չունեցավ, արգիլված էր քրիստոնյա ալլալը, քրիստոնյա ալլալ խաչյալ Հիսուսին, հարուցյալ Հիսուսին մասին խոսիլը արգիլված էր և անոր համար մարդիկ թաքուն, ձաձուկ, իրենց դուներու մեջ հաջախ ուշ ժամերուն գահավաքվեին աղոթելու համար, մինչև որ շատ երկար դարիներ վերջ, 301 թվականին, բեդություններ, որոնց մե առաջինը Հայաստաններ, սկսան քրիստոնեությունը որպես բեդական գրոնք ընդունել։ Անոր հաջորդեց հռոմեական գայսրության բեդական հռչակումը քրիստոնեության և միայն այն ադեն էր, երբ քրիստոնյաներ արիթ ունեցան, արդոնվեցավ իրենց այդ շնորհումը այսպես մեծ եկեղեցիներ գազմելու, թափորներ սկսելու և բացահայտորեն Քրիստոսի քարոզություն ունելու։ Այսօր գարմիր գիրագին լավ արիթ է մեզ մե յուրաքանչյուրիս, որովհետեւ մեր եկեղեցվո նկատմամբ մեր կապվածությունը նորոգելով նաև արժևորենք բոլոր այն մարտիրոսներու արյունը, որոնք թափվեցան Քրիստոսի համար, Քրիստոսի եկեղեցին համար։ Այսօր բոլորս ալ ընդրության արիթ ունենք եկեղեցի երթալու կամ չերթալու, հոգնածը լալու կամ չսկալու, բայց այն ադեն այնքան չեր մեր իրենց հավատքը Քրիստոսի հանդեպ, որ մինչև մահը հանցնարին։ Իրենց համար Քրիստոսը ուրանալ, մեկ վարյանվա մեջ ասել, որ մենք Քրիստոսը չենք ճանչնար, անընդունելի էր։ Իսկ այսօր մենք մեր հանգստավետ կյանքին մեջ շատ հաճախ ոչ թե երկրորդական, շատ հաճախ ոչ թե երրորդական, այլ մեր օրվան հավանաբար ամենեն վերջին կարևոր բանը գցկենք Քրիստոսի եկեղեցին մասին մտածելը, մոռնալով, որ եթե չլային անոնք, որոնք արյուն թափեցին այս եկեղեցին համար, եթե չլային անոնք, որ Երուսաղեմի այդ բզդիկ քաղաքեն դուրս ելեն և քաչապար քարոզեին քրիստոնեությունը, այսօր մենք այս արիթը պիտի չունենայինք, հավաքվելու, Աստուծո ներկայությունը վայելելու, Աստուծո ձայնը լսելու։ Գալով այսօրվան ավետարանին, որ գարտացվեցավ բադարակի սկիզբը, Հովաննու ավետարանի 5-րդ գլուխեն հատվածներ, Հիսուս անոր մեջ հետևյալ բանը ասավ. Ես իմ կամքս չէ, որ կկատարեմ, այլ զիս ղրգող Աստուծո կամքն է, որ կկատարեմ։ Ես ինձ մե բամը չեմ մներ, ինչ որ հայրը ընե, ինչ որ հայրը թելադրե, ինչ որ հայրը ըսե, ես այդ մեկը կկատարեմ։ Հովանու ավետարանը լեցուն է նման արտահայտություններով, որ երբ գարտանք պահմը կգասկածինք, որ ուրեմն Հիսուս ավելի փոքր էր Աստուծմե, որովհետև նայեցեք ինչ կսեգոր, Քրիստոս կսեգոր
ես իմ ուզածներս չէ որ կգադարեմ այն ինչ որ հայրը ինձի ըսել գուդա եւ անել գուդա եւ գավեցնե որ ես հորս գամքը գիտեմ որովհետեւ հայրս իր գամքը ինձի գհայտնե Մենք մեծ բաղոց շրջանին բավական խոսեցանք որ Քրիստոս Աստված է գադարյալ Աստված է այդ բաները պիտի չի կրկնեմ բայց եթե ձեր հետաքրությունը արտնցավ գրնակ վստահեմ ստուգել մեր եկեղեցվո YouTube-ի էջը եւ անոր մեջ լսել այն քարոզները, որոնք դեր հոր հետ միասին փոխանցեցինք այդ խորհրդածությունները, որ գադարեցինք, որոնք ցույց կտան, թե Հիսուս Քրիստոս գադարյալ Աստված է, ոչ նվազ Աստված է, ինչպես որ մեր եւ ընդհանրապես ուղղափառ եւ գաթողիկե եւ մայր եկեղեցիները գհավադան։ Բայց հասկանալու համար, որ ինչու Հիսուս այդպես ասավ, ադեններ ավետարանին էջը պետք է արչև յետև դանինք եւ մեր լսած նախադասություններով չփավարարվինք, որովհետեւ եկեղեցին միշտ կհիշեցնե։ Ավետարանը հասկանալու համար պետք է դիտել ավետարանը ամբողջությամբ։ Եվ երբ այս դողը կգարտանք, բայց միաժամանակ կհիշենք նույն ավետարանիչին կողմ է արդասանված նախադասությունը, որ գսե սկիզբեն էր Փանը Աստուծո հետ էր եւ Փանը Աստված էր, ուրեմն կտեսնենք, որ նույն ավետարանիչը դարբեր երկու բաներ գսե որ հագասություններ են Քավլիցի ավետարանը Սուրբ Հոգիեն առաջնորդված գադարյալ եւ ամբողջական գիրք մնե։ Բայց ինչու Հիսուս այդ մեկը ասավ այսօրվա ավետարանի մեջ։ Եթե մեկ է արչև դարձնենք այսօրվա ավետարանի ընթերցումը հոմ պիտի տեսնենք, որ հատված մը գա, հրաշք մը գա, որ հիշված է։ Ուրեմն Հիսուս գսե ավետարանիչը դոնի մարիտով Երուսաղեմ գնաց եւ հոն ավազան մը գար եւ այդ ավազանին 4 կողմը մի քանի հատ սենյակներ գային գսե ավետարանիչը եւ գսե որ այդ սենյակներում մեջ այդ սրահներում մեջ բազմաթիվ հիվանդներ գային գույրեր գաղեր եւ կոսացածներ գիշե ավետարանիչը եւ Հիսուս հոն գանտիբի ըստ ավետարանիչին 38 տարի է հոն մնացած հիվանդ անցիմը եւ նայեցեք այդ մանրամասնությունները որ ավետարանիչը գիշե գսե ավետարան մգար քովը 4 հատ կամ 5 հատ սենյակ գսե այդ հիվանդը 38 տարի է անանկիստ էր այսինքն գիտեր որ այդ հիվանդը անանկիստ էր մարդիկ գիտեին որ երկար տարիներ է անանկստութենե դարաբող անց մներ եւ այդ անանկիստ հիվանդ մարդիկը գսպասեին որ հրեշտակը կա ճուրը խառնե ավազանին եւ անոնցմե առաջինը որ այդ ավազանին մեջ իջնե գպժշկվի եւ այդ ավազանը եւ այդ դեղը գոչվեր ոչ խառներու թուր ավետարանիչը նույնիսկ անունը գուտա գսե փետ հաստակը գոչվի ոչ խառներու թուր այսինքն Հիսուս կմոտենա այդ 38 տարիները դարաբող անանկիստ մարդուն եւ գսե որ գուզես բժշկվիլ այդ մարդը գսե երկար ադենե հոսեմ եւ որ հրեշտակը կա ճուրը խառնե ես մինչեւ որ շարժիմ արդեն ուրիշներ ինձ մի առաջ ճուրը մտած կելն Հիսուս գսե խնդիր չկա ել մահիջը դար եւ դուն կնա այսինքն ել անկողինը դար դունը կնա որովհետեւ արդու գեսոր իրգուն հոնգը կնանային որովհետև գսպասեին, որ հրեշտակը կա եւ ճուրը խառնե։ Եվ իսկապես մարդը գառնե իր մահիջը եւ դուն կվերաթարնա։ Քաղաքի մեջ զինք կդեսնեն օրենքի ուսուցիչները եւ մարդուն գսեն «Դու շաբաթ օրով մահիջս արածես եւ գկալես որ ուր գերտաս որ արկիլված է»։ Գիտեք հավանաբար, որ հрьяաներու մոտ շաբաթ օրով ովևէ մեկ կորցնելը արկիլված էր։ Այդ մարդն ալ գսե Ան որ զիս բժշկեց ինքը ասավ գսեն ով քեզի բժշկեց գսե չեմ գիտեր ուրեմն գբադահի որ ավելի ուշ այդ մարդը գտեսնե Հիսուսին Հիսուս իրեն գսե հիմա որ առողջացար չլա որ մեղք կորձես որովհետև եթե մեղք կորձես քու վիճակդ ավելի քեշ պիտի լա եւ այս խոսակցության մեջ են վերջը այդ անանկիստ մարդը որ բժշկվեցավ Օրենքի ուսուցիչներուն, հրյա պատասխանատուներուն գսե, որ ահա այս է այդ մարդը, որ ինձի առողջացուց եւ ասավ ել եւ դուն կնա։ Օրենքի ուսուցիչները գերտան Հիսուսի գահարցնեն, որ դու ինչ իրավունքով
այս մարդուն շաբաթ օրովը սիր, որ մահի ջդադև տուն կնա, Հիսուս գսե, ես գադարեցի ինչ, որ իմ հայրս պիտի գադարեր, ասիգա աստուծո բադվերն է, և ավետարանիչը գեզրապագ է ասելով, որ այնքան փարգացած էին անոնք, որ գուզեին սպաննել Հիսուսը, ոչ թե որովհետև միայն շաբաթ օրը չեր բայեր, այլ նաև որովհետև ինքզինք աստուծո հավասար գհրճագեր։ Ուրեմն այս եղածեն վերջ Հիսուս ավետարանը գիշե, որ ասոնց այդ խոսակցության մեջ կմտնի, և իրենց կսե, ես իմ գամքս չէ, որ կգադարեմ, աստուծո գամքն է, որ կգադարեմ, և ոչ թե երկույության մասին կամ դարբեր որակներու մասին է, որ գխոսի, այլ Հիսուս հոնդեղ գփոխանցե, որ ես ինչ որ ըրի, աստուծո գամքն է, ես աստուծո գամքը կգադարեմ, ես և ինքը նույնն ենք, դարբերություն չի գա, բայց անոր մասին չէ, որ գուզեմ այսօր խոսիլ, կան ուրիշ բանի մասին։ Մենք հիմա, որ խոսինք հրյաներու ուրածի մասին, որ նայեցեք ինչպես արգիլեցին շաբաթ օրով աշխատիլ, մենք ալ շատ անգամ նույնը գնենք մեր կյանքի մեջ։ Մենք ալ մեր օրենքներ ունենք, հավանաբար մեր դուներեն ներս, մեր ընտանեկան բարականերեն ներս, մեր շրջանագեն ներս, մեր քաղուտեն ներս, մինչև եկեղեցվո մեջ։ Օրենքներ ունենք, որ ադեններ կբարդատրենք, մեր կյանքի մեջ գործեր գնենք, որ ադեններ կմոռնանք մենք մեզի հարց տալու, եթե մենք այդ մեկը որ գնենք, որ աստուծո գամքին համաձայն է, եւ եկեք օրինակներով խոսենք, եւ սկսելով եկեղեցի են, եւ հավանաբար սկսելով ես իմանցես։ Ես ալ շատերու պես արգիլած եմ բզդիկ տվիրներու խորան պարսանալ ադեններ ժամանակին, երբ որ եկեղեցի եկած են առանց ջերմակ քուլբա հակվելու։ Հավանաբար ուշադրություն դարձուցած եք, որ երբ որ սարգավակներ, տվիրներ, հոգևորականներ խորան կպարսանան, ընդհանրապես ջերմակ քուլբա պետք է հակնին, օրենք է։ Այդ օրենքը աստվածաշունչեն չի կար, բայց աստվածաշունչի ոգիեն գուկա, որ մեր պարսացած դեղը սուրբ դեղ է, մաքուր դեղ է, եւ այդ քուլբաները, որ գողակնինք, խորհրդանիշ է նաեւ մեր հոգևոր սրդի մաքրության։ Հիմա, երբ որ տբիր մկա եւ սև քուլբա հակված է, մորցած է, հաջող մեր արյունը գերա եւ իրենք ասենք, որ դու չես կնա խորանել, ինչու, որովհետեւ ջերմակ քուլբա չես հակված, բայց գմոռնանք մենք մեզի հարց տալու, Աստված գնդունի անոր հակված քուլբան, Աստված գնդունի իրեն մաքուր սիրտը, որ եկած է ծառայելու Քրիստոսի։ Նույնն է բարական մեր գործի ընթացքին հավանաբար, եւ գիմանանք, որ մեր աշխատագիցներեն մեկը սխալ գործ գնե գոր, բայց չեն երթար չեն գսեր իրեն, որ սխալ գնես գոր, ինչու, որովհետև չի հարցուց, թող կար հարցներ գսենք մենք մեզի, կամ երորդ այդ անցին, որ գուկա այդ սխալի մասին գխոսի, գմիջամդենք, բայց ասված այդ մեկն է, որ գուզեմ ես մեր կյանքի ընթացքին, այ օրենք է, կբադասխանես անոր, որ հարցն է, բայց աստուծո օրենքը շատ անգամ դարբեր է եւ մեզի մտածել պետք է դա մեր կյանքին ընթացքին, եթե այն բաները, որ մենք գնենք օրենք անունին դակ, կհամընկնի աստուծո գամքին։ Ընտանիքներու մեջ նեղություններ հաճախ կբադային։ Հավանաբար երկու քույրեր կամ երկու եղբայրներ իրար հետ գվիջին, գնեղվին եւ այլն։ Կամ փոքրը մեծին նկատմամբ սխալ մը գործե եւ մեծը գնեղվի։ Մեծը չէր թար իր քրոջ կամ եղբորը կով, որբեսի հետը խոսին, հաշտվին եւ վերջ տան իրենց այդ անիմաստ հավանաբար գրիվները։ Ինչու չէր թար, օրենք է, բզիկն է, որ մեծին կով պետք է կա, բայց Աստված այդ մեկը չներ։ Եվ եթե ավետարանը դիտենք, իսկապես Աստված մեզի կզարմացնե, որ ինչպես իր օրենքը դարբեր է մեր մարդկային մտածելակերպեն։ Մարդկությունը թագավոր մը կսպասեր, որ ծնի, որ աշխարհը պիտի փրկեր։ Եվ հավանաբար մեծ ծնունդ մը կսպասեին։ Քրիստոս ուր ծնավ, բարձ մսուրի մեջ։ Քրիստոսի պերին բորնիկ մը որբեսի առաջին քարգոծողը լա, որովհետև ինչու մեղավոր էր։ Բայց Հիսուսը ասավ, որ ցեզ մե առաջին ամեղը թող ինքն է դե այդ քարը։ Եվ դարբեր մոդեցավ այդ բորնիկ գնիգին եւ ասավ, որ քնա մեղքերդ ներված լան քեզի։ Հիսուսի աչին եւ ծախին խաչվածներ գային, ինչու որը մարդկային օրենքը բիդբաճեր իրենց, բայց Հիսուս անոնց մեկուն դառնալով ասավ, դու այսօր հետս պիտի լաս։
Մենք ալ սիրելիներ պետք է մտածենք, որ մեր առօրյայի ընթացքին այն վճիրները, որ գարցակենք, այն մոդեցումները, որ գունենանք, այն խոսքերը, որ գխոսենք, արդյոք կհամաձայնին Աստուծո օրենքին հետ։ Եվ այս ամեն բաները, որ գսեմ, չեմ խոսիր օրենքը չեղյալ նկատելու համար, չեմ խոսիր, որովհետեւ մեր սարգսակները սև քուլբայով խորան բարձրանան, բայց գխոսím, որովհետեւ այդ օրենքը Աստուծո սիրով ամփոփենք։ Ինչու Հիսուս Քրիստոս ալ ինքը գսե. Ես չեկա օրենքը չնչելու, այլ եկա օրենքը ամփոփչացնելու։ Եվ որ Հիսուս Քրիստոս ունենանք մեր կյանքի մեջ սիրելիներ, ամեն բան հավատացեք դարբեր կտեսնենք։ Ամեն բան դարբեր կտեսնենք։ Եվ Հիսուսին նպատակը ադե։ Եվ որ ինքը ինչպես ասավ, երբ ցեզ մեկուն մեկ ոչխարը գործվի շապատորով, չեք երթարև, չեք պնդրեր հագարակ, որ 99 հատ ոչխար ունիք, կամ եթե ցեր մեկ թահեգանը գործվի, ցեր 99 թահեգանը ցկելով, այդ մեկ հատին երևեն չեք վազեր։ Մեր ալ մոդեցում այդպես պետք է լա։ Երբ կմոդենանք իրարու, պետք է մտածենք եւ հիշենք, որ մենք ալ Աստուծո այդ մեկ ոչխարն ենք։ Եվ այնքան սիրով եւ այնքան Քրիստոսի պես պետք է վարվենք, որովհետեւ Աստված երբ մեզի դեսնե երկինքեն, ուրախ լա եւ հբարդլա։ Այսօր սիրելիներ, չեմ գրնար նաեւ Սուրբ Խորանեն աղոթքով չանդրադառնալ մայրերու այս սրբազան օրվան։ Մեր մայրերը բոլորը դալ գիտեք, մեր դուներուն զարաներն են եւ մեր դուներուն թակուիներն են։ Մեր առաջին դբրոցը եղան, ինչպես որ երկը գսե, մեր սնարին կով մինչև արդուն մնացին, որբեսի մեր ցավը մեղմացնեն, եւ այս արիտով մենք հոգեվորականներս Սուրբ Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը աղոթք կբարձրացնենք մեր բոլոր մայրերուն համար, որբեսի անոնք մնան առողջ եւ երջանիկ եւ իրենց զավակներով, իրենց թորնիկներով, իրենց զորերով հբարդանան, որովհետեւ մորմը մեծակույն հբարդությունը իր զավակներն է։ Թող Աստված մեր բոլոր մայրերուն սրտերը բահե խաղաղ եւ երջանիկ։ Այս արիտով մեր եկեղեցին ալ մայրեր ունի։ Ամեն գիրագի գուքակ եկեղեցի գտեսնեք հոգեվորականներու տասը, սարգսակներու տասը, թբրած տասը, գրծերածը եւ մեծերու, որոնք արարողությունները լիուլի եւ ամենայն բծախնդրությամբ կգադարեն, բայց մեր եկեղեցին ուրիշ ծառայողներ ալ ունի, ուրիշ մամաներ ալ ունի, որ ընդհանրապես չեն երևիր։ Եվ այսօր լավ արի թե որբեսի անոնց մասին անդրադառնանք եւ քիչ մնալ խոսենք եւ մեր աղոթները բարձրացնենք։ Մենք ունենք մեր եկեղեցու մեջ դիկնած միությունը, որոնք ամեն հոգեջաշներուն, ամեն գիրագի սուրճի մադագարարումով եւ ինչ որ գարիք ունենանք կպատրաստեն եւ մեր կյանքը կթյուրացնեն։ Ունենք լուսարարներու խումբը, որոնք ամեն շաբաթ առավոտ գուքան այս եկեղեցու փոշիները առնելու, ծածկոցները փոխելու, մոմերը եթե պետք է փոխելու եւ ինչ որ պետք է, մինչեւ քեդինները ավլելու կամ վեքյումնելու։ Մենք ունենք մասի եւ նշխարի հանձնախումբը, որոնք ուքան ժամեր կդրամատրեն պատրաստելու համար սուրբ սեղանին կորձածվելիք նշխարը եւ մասը, որ ամեն գիրագի գարնեք։ Ունենք գրծերած թբրած տասին զոնողական հանձնախումբը, որոնք ամեն շաբաթ ուքան այդ փոքրիկներուն հոգևոր աճին համար ժամանակ կդրամատրեն։ Այս բոլորը անշուշտ մեր հոգապարծության մեջ եղող դիգիններուն հետ միասին, մեր երեսփոխան դիգիններուն հետ միասին, մեր եկեղեցու մայրիկներն են, առանց որոնց մեր եկեղեցին հավանաբար այնքան հեզասա թյուրին պիտի չի իր արակելությունը իրակորձեր։ Եվ այսօր մենք մեր շնորհակալության խոսքը եւ աղոթքը կբարձրացնենք իրենց համար, անոնց մեջ շատեր ասեմ, որ հոգեվորականներս ավելի երկար ծառայություն ունին այս եկեղեցիներս։ Ոմանց ծառայությունը 20 տարի է ավելի է։ 20 տարի է իվեր գուքան փոշիները գարնեն, սեղանները կսրբեն, ինչ որ պետք է անեն, սիրով գնեն։ Անանկիստը լան գուքան, սպաղը լան գուքան
եթե այսինչ օրը չի գրնան կալ, այդ ինչ օրը գուկան եւ անպայման իրենց ծառայությունը գբերեն Աստուծո։ Եվ մեկ բանով պիտի ավարտեմ իմ այսօրվան խոսքս, որ եթե մենք որպես դգար հողեղեն արարածներ, դգար մարդիկ գտեսնենք եւ գքաչալերենք ձեր աշխատանքը եւ աղոտ կբարձրացնենք, որքան ավելի Աստված անհիշաչար պիտի լա ձեր ամեն ծառայություններուն համար, որովհետեւ ձեր ծառայությունը գնեք ոչ թե մեզի, գնեք Աստուծո եւ Աստուծո եկեղեցին համար։ Այս առիթով պիտի հրավիրեմ իմ գողիս դեր հայրը սարգսակները եւ զիրենք, որովհետեւ այս առիթով աղոտ կբարձրացնենք իրենց համար բոլորիս անունով։ Ընտրեմ հրամեցեք։